Ես Գրիգորի Սահակյանն եմ։ Ծնվել եմ 1975 թվականին սեպտեմբերի 4-ին քաղաք Սումգայիթ։ 93 թվականի սկզբերին արդեն կամավոր անդամագրվեցի Պաշտպանության բանակի շարքերը։ Քանի որ այդ ժամանակ արդեն ընթանում էր առաջին Արցախյան պատերազմը եւ ես սովորում էի Արցախի պետական համալսարանում եւ պարբերաբար մենք մեր ընկերներով եւ տղաներով խոսում ենք դրա մասին, որ ինչ անենք, որպեսզի մենք էլ մասնակցենք այդ պատերազմին, բայց դեռ հասակներս չէր բռնում, որովհետեւ 17 տարեկան էինք։ Ամեն դեպքում մենք փնտրում ենք այնպիսի տեղ, որտեղ որ մեզ կարան ընդունեն կամավորական սկզբունքներով։ Եվ մի օր կանգնած էինք մեր համալսարանի բակում, մեր փոխտնօրենը համալսարանի մի մարդու հետ գալիս էին եւ դեպի մեզ ձեռով ցույց էին տալիս, որ մի իրանք են, մենք տեսնում ենք, որ մեր մասին են խոսում, բայց ասում են, «Տեսնաս ինչ ա ուզում ասել», ոչ մոտեցավ Դադասյաններ, եթե չեմ սխալվում, մոտեցավ ասեց, «Ատե իրանք են ուզում են ծառայեն», այդ մարդը աչքիներով մարդ էր, 70-ից ավել մարդ էր, ասեց, «Ну что», ռուսերեն ասեց, «Ну что, сынки, вы хотите служить?» Մենք ասել ենք, «Да, оружие нам дадите?» Ասել են, «Հա, конечно, дадим, вам еще какое оружие дадим?» Ասում «Я вам предлагаю служить в артиллерии». Այդ մարդը գեներալ Իվանյանն էր։ Ինքը եկել էր եւ մեր տնօրենությանը ասում էր, որ մի խելոք երեխեք են պետք է, որոնք մաթեմատիկա տիրապետում, հրետան են կառուցում։ Եվ այդտեղ մեզ անդամագրվեցին, միանգամից տղից գցեցին կամազի թափկը եւ ուղիղ քշեցին զինկոմիսարիատ, քանի որ երեխեք ենք դելա բանի ենթակա չէինք, այդ պրիզիվի ենթակա չէինք, բայց կամավոր անդամագրեցին մեկ եւ իջեցրեցին զորամաս։ Ու ասեցին, որ այսօրվանից դուք արդեն հրետնանավոր զինվորական։ Այդ օրվանից սկսվեց մեր զինվորական ծառայությունը։ Մենք այն երիտասարդներից ենք, որոնք մաթեմատիկա իմանալը մի կողմ, բայց նաև մենք ուզում ենք, չգիտեմ ինչու, որ ասեմ կարող է մի քիչ կատակ լինի, բայց չգիտեմ, այդ ժամանակ ուզում ենք հերոսություն անենք բոլորս։ Եվ հերոսության չափը մենք չէինք պատկերացնում։ Ամեն մեկից մեր մտքում պատկերացնում ենք, որ պիտի մեր պարտականությունը առաջին հերթին կատարենք, բայց երազում ենք, որ պահ լինի, որ եթե դա կոչվում է հերոսություն, ապա դու արժանանաս այդ պատվին էլի դա իրականացնես։ Առաջի պատերազմից ես փորձ եմ ձեռք բերել որպես հրետանավորի, սկզբից ականանետի զինվոր, հետախույզ, այնուհետև նշանակել ինձ դասակի հրամանատար, հետախուզական դասակի հրամանատար, ու պատերազմը ավարտել եմ այդ պաշտոնին, հենց առաջի պատերազմը։ 16 թվականին, որ պատերազմը սկսեց, որ նախ միջ այդ, եթե հիշում եք, 14-15 թվականներին արդեն բան էր, առաջնագծի վրա ավելի ինտենսիվ, ավելի ակտիվ գործողություններ են իրականացում, դիվերսիոն գործողություններ են իրականացում դες եղել։ Եվ ես այդ ժամանակ արդեն եղել եմ զորամասի հրամանատար։ Մի քանի օր իրավիճակը լարված էր, չկար այնպիսի հասկացողություն, որ հա, այսօր է պատերազմ, կամ վաղն է այսօր պատերազմ, բայց կար այնպիսի, որ լոկալ որևէ գործողություն անխուսափելի է, դա լինելու է։ Կարծես բոլորը իմանում են դրա մասին եւ մենք ամեն մեկս մեր համար ինչ որ նախապատրաստական աշխատանք եք իրականացում, որ եթե լինի, կարողանաս խնդիրը հաջողությամբ իրականացնես։ Երկար ժամանակ մեր դասարանցիները միշտ խոսում էին, բագնակ մինտեղ ընտանիքներով նստենք, հանգստանանք, ժամանակ ասենք, միշտ ես ասում եմ, որ ժամանակ չունեմ, էլի, ասենք հնարավոր չի, բայց այդ շաբաթ ինչ-որ մի ձևի բան եմ արել, ասում, լավ, давайте այս շաբաթ իրի գնու, ուրբաթ օրը իրի գնու, շաբաթվա իրա նախապատրաստվենք եւ մենք գնանք։ Եվ այդ մի նոր մենք ընտանիքներով մի քանի հինգերով ընտանիքներով գնում ենք իբրև ժամանակ հասկացնելու։ Ես էլ ժամը գիշերը ուժը 10-11 կեսեր բան ներողություն եմ խնդրել, ասեմ լսեք ինգերներ հոգնած եմ էլի, ասում կամ ստե պետք է քնեմ, կամ թողեք գնամ գոնե 2 ժամ տունը քնեմ, ես գիտեմ դու քաղաքացիական եք, իմս չի լինում, ասում թողեք գնամ, որովհետև չեմ իմանում որ ժամի ինչ կլինի, ասում դե լավ, всё, այդքանը որ եկես էլի հերիք է։ Ու ես բան եմ անում, դուրս եմ գալիս եմ տուն, հասնում եք տուն մին 2-3 ժամից հետո, մոտավոր ժամը գիշերվա 3 սահմաններով հերթապան զանգում է, ասում է հրամանատար,
ինչ որ բանա, մեր բարերով թմփոց է գալիս, ասում ինչ թմփոց է գալիս, ինչ ես խոսում, էլի։ Դա ներքևում ինչ որ լավ կրակում են, էլի։ Ասում այն գետ ներքևում որտեղ է, կարաս հստակ ինձ զեկուցես ինչա կատարում։ Թահա ոնց որ Աղդամի կողմին լավ հրետակոծություն ա գնում, բան, ու ասել են հրամանատարներին տեղեկացրեք, այդպես որոշումը ընդունել։ Դե պարզա մի անգամից հագնվում եմ, սկի հանածել չեմ եղել, այստեղ շորես հագնվում եմ, ուրիշ դնում սկզբից բանակի շտաբ, տեսնում եմ սա ստեղ վազվզում են, ու մարդ էլ չկա թա հարցնեմ, ասում այդ ինչ եք անում, էլի։ Ասեցի լավ, դե իմաստ չկա այստեղ, որովհետև ոչ մեկը չգիտի ինչ է այդ պահին կատարվում, ամեն մեկը իր մի թուղթ վերցած տեղավազում։ Ասեցի գնամ զորամասից անմիջապես բանակի հրամանատարի հետ կխոսեմ, խնդիրը կճշտեմ ու ես գամ։ Բայց ասինքն դի մտածել եմ, որ միայն իզնով չի լինի, ես մի անգամից տղից տեղեկացրեցի իմ բոլոր ենթականերին, ասեցի իջակ զորամաս, որովհետև ստի որ նայում եմ, աշկիս ինչ-որ գործողություն ա սկսվել, որպեսզի ժամանակի կորուստ չունենամ։ Եվ իրոք ճիշտ եմ որոշել այդ ժամանակ, որ այդպես եմ ասել, քանի որ հասնում եմ զորամաս, ես հասնում եմ հետևից իմ ենթականները կարելի ասած մեկ-մեկ գալիս են, ես միջև բանակի հրամանատարին տեղեկացրեմ եւ զեկուցեմ, որ տեղում եմ եւ պատրաստ եմ խնդիր կատարել, ինքը ինձ խնդիր ա տվել, ասում ա դե կարաս հետախուզությունը ուժեղացնես, հետևես տեսնաս ինչ ա կատարում, հետո քեզ խնդիրներ առաջադրենք կատարելու համար մարտական։ Ու ես բայց ճիշտ ասած, բացի հետախուզությունը ուժեղացնելու, ես միանգամայն խնդիր տվեցի իմ ենթականները ոչ միայն հետախուզությունը ուժեղացնել, այլ արդեն նախապատրաստվել դուրս գալ մարտական կիրառման շրջաններ, որովհետև հետախուզությունը ուժեղացնելը դա չես կարող կաբինետից ուժեղացնել, պետք է նաև իր մեջ ներառում է, որ պետք է դիրքում, դաշտում դիտարկես ինչ է կատարում։ Եվս միանգամայն բոլոր ուժերս համար մեկի եմ տալիս եւ դուրս եմ բերում։ Դուրս եմ բերում զորամասից, որպես գնաց զբաղեցնեն իրաց մարտակարգերը, խնդիրներն որպես ընդ կարողանամ ճշտեմ։ Մոտավոր մի ժամուկես 2 ժամից հետո արդեն կարծես ստորաբաժանումներից համարյա բոլորը դուրս բերած, ու ես էի ուժը հավաքվում, որ ես էլ հետևից դուրս գամ գամ իմ դիտակետը զբաղեցնեմ, ու բոլորը ինձ զեկուցում են, որ ով որտեղ է հասել, ինչ է արել, բանակի հրամանատարին հրամանատարից ասում է, ինչքան կարողանում ես շուտ զորամասը թանիր, որպեսզի խնդիրներ կատարես, ասում եմ լսում եմ։ Դե որ բան հրամանը տվել եք, իմ համար արդեն բան չկար, մի քանի թիկունքային բաներ մնացել որպեսզի հանեմ, ինքը ակնհայտ իրավիճակը ես ոչ թե չսպասեցի, չասեցի, այլ ես տեսնում եի, որ ինչ է կատարվում էլ եւ ասենք այն ինչ որ հրթիռները մեր վրա գալիս էր, կրակում էին, ասում են ինքնաթիռ է դուրս եկել, բա նշանակում է որ դու պետքա քո տեղակայման վայրը թողես, որպեսզի քեզ դեղ միանգամայն չոչնչացնեն բոլորին, ասենք ես բոլորին բաժանել եմ ամեն մեկը իր տեղերը, որպեսզի տարանջատված լինեն, էլի։ Եվ հենց մեր հաջողություններից մեկը այդ ժամանակ 16 թվականի դա էր, որ մենք օպերատիվ կերպով շատ շուտ դուրս ենք եկել, զբաղեցրինք մեր մարտակարգերը, իմիջիալից երթի ժամանակ մեր վրա բավականին մեծ կրակային ազդեցություն են ունեցել, բացի շնորհիվ մեր ճիշտ մարտավարության մեզ հաջողվել է այդ կրակի այդ բանը, այդ ուղղությունը, բաները, այդ զոնան առանց կորուստների անցնել եւ հենց անցել ենք պաշտպանության միանգամից հետախուզությունը վայելելով տեսել ենք որ մեր դեմը ինչքան կա բան զորքեր ադրբեջանական նկատի ունեմ հրետանի հետևակ, որոնք այսինքն բան վիճակում են, նախապատրաստական վիճակում են ասի գտնում, առանց մտածելու ինչ կա, ոնց կա, ինչ են անում, չգիտեմ, չսպասելու, միանգամայն հրաման եմ տվել, որպեսզի այդ կրակակետերը, որոնք մեր դեմն են, այո, ճնշել, ոչնչացնել, որովհետև իրանք մեր վրա կրակում են բոլորը, եւ որովհետեւ մեկից հարցնել, բա ես ինչ անեմ, ինչ պիտի անես, ասի քո վրա կրակում են, դու ինչ պիտի անես։ Ես միանգամից հրաման տվեցի, ասում ինչ տենում եք, ինչ շարժվում է եւ ինչ ձեր վրա կրակում է, դուք իրանց կրակեցիք, ոչնչացրեցիք, թող դա իմանան, էլ այսինքն ոնց է անում։ Եվ այդպես է ստացվեց։ Մեր դեմը ով ինչ կրակում էր, ինչ անում էր, այսինքն մենք բոլորին ճնշեցինք եւ չթույլատրեցինք, որպեսզի իրանք դեռ կրակային առավելություն ստանային մեր նկատմամբ, ու դեռ կենտրոնական այդ մասում լռեցին իրանք։
Հիմնականում իրենց գործողությունները իրականացնում են հարավային մասում եւ հյուսիսային մասում Արցախի սահմանների, որտեղ ես որոշակի ստորաբաժանումներ եմ ուղարկել քիչ քանակով, քանի որ դեռ կան այլ հրետաններ։ Հիմնական իմ գործողություններից կենտրոնական մասում եմ իրականացնել։ Եվ 16 թվականին հենց անմիջապես ապրիլի 4-ին Ադրբեջանի զինված ուժերը մեծ լայնածավալ, պես ասենք, մանևր էին իրականացնում հարձակողական դեպի կենտրոնական ուղղությունը։ Ես դիտակետում դիտարկել եմ այդքանը, որ մեծ խոշոր ուժեր են գալիս դեպի մեր վրա, եւ ստորաբաժանումներս կենտրոնացված կրակով հակառակորդի հեռու ուղղություններում մոտ 6-8 կիլոմետր հեռավորության վրա սկսել եմ ճնշել, չթույլատրել, որպեսզի իրանք առաջնագիծի կազմակերպված գրոհ իրականացնեն։ Շարասյուններ են գալիս, երկու շարասյուն մի կողմից է, մի շարասյուն, մեծ շարասյուն մի կողմից է գալիս։ Սկզբից այդ երկու շարասյունը նկատել, հետախուզել եմ նկատել, դրանից հետո ստորաբաժանումներս իրանց վրա կրակը նախապատրաստել եւ հենց կենտրոնացված կրակ բացել այդ շարասյունների վրա, ոնց որ հարկնա գլխամասին, հետնամասին եւ մեջտեղը փոխելով տեղակայումներս այդ շարասյունները կարելի ասել մենք շարքից հանեցինք եւ չթույլատրեցինք, որպեսզի կազմակերպված գրոհ իրականացնեն առաջնագծի։ Եվ դրանից հետո այդ երկու շարասյունը ճնշելուց հետո դիտարկում եմ, որ շատ ձախից հեռուց մի այլ շարասյուն է գալիս, որպեսզի գրող են ձախից, ու իմ մեջ մտածում եմ, որ տեսնաս չի իմանում այս մի շարասյան հրամանատարը, որ այս երկու շարասյունը էլ չկան, ասենք իմաստը ինչու՞մն է, որ ինքը մենակ ին վրա պիտի հարձակվի, բայց ամեն դեպքում ասեցի մարդկոցներից մի մարդկոց հեռահար մարդկոցներից մեկը թեկուզ շատ հելավոր հեռու էին 10 քանի կիլոմետր։ Ամեն դեպքում մի մարդկոցով իրանց վրա կրակային խոցում իրականացրեցի, հենց իրանց զգուշացնելու համար, որ քեզ եմ տեսնում եւ նույն ձև կարամ քեզ անեմ, եթե դու շարունակես։ Հավատեցիք, որ այդ կրակայերթ անելուց հետո այդ մարդկոցով այդ բանի վրա, այդ շարասյան վրա, այդ շարասյունը աճ ու ձախ սկսեց շարժվելը ու հետ նահանջելը, ու իրանք սկի չմոտիկացանել այդ ուղղությունը, որ ես պետք է իրանց շատ ուժեղ կրակային խոցում իրականացնեի, իրանք հասկացել են եւ երևի ամենայն հավանականությամբ տեղեկությունը հասել է իրանց, որ իմաստ չկա գնանք, քանի որ այնտեղ բաներ ոչնչացել էին։ Մարտի ընթացքում իրանք բավականին լավ կիրառում էին անօդաչու թռչող սարքերը եւ հետախուզական եւ հարվածային եւ մեր ստորաբաժանումները կրակ էին բացում։ Հիմա օրինակ այդքան ժամանակ անցել է, կարելի է երևի վերլուծել ճիշտ, որ հենց դա էր, որ ռուսերեն ասում են ռազմետկա բոյեմ, այսինքն մեր լեզվով հետախուզությունը մարտի միջոցով իրանց մոտ ստացվել է եւ իրանք ամենայն հավանականությամբ ոչ թե նպատակ են ունեցել ինչ-որ միտեղ կան հասնեն, չգիտեմ, մայրաքաղաք Ստեփանակերտ, կամ նպատակ են ունեցել միջապես շոշափել մեր առաջնագիծը, մեր բանակի վիճակը, բացահայտել մեր կրակային դիրքերի տեղերը, բավականին մեծ օպերացիա են կազմակերպել եղել։ Իրանք իրենց համար գնահատել են, որ մեզ մոտ շատ մեծ պատրաստվածություն ունենք եւ շատ պոտենցիալ ունենք հրետանու մեջ, որ մեր հրետանին ունակ է խնդիրների կատարելու եւ իրանք իրենց համար ամենայն հավանականությամբ համար մեկ խնդիրներից դրել, որ ոնց անեն, որպես մեր հրետանին չեզոքացնեն, որովհետեւ մենք մի քանի գլուխ բարձր ենք պատրաստվածությամբ իրանցից եւ կարողանում ենք ավելի շուտ, ավելի դիպուկ, որը երկու գնահատականից է կախված հրետանու գնահատականը, այսինքն ինչքան ժամանակում ես կարող մարտական խնդիր կատարես եւ ինչ ճշտությամբ ես կարողանում կատարես։ Այդ երկու կարևոր ճշտությունը, այսինքն մեր մոտ ավելի բարձր մակարդակի վրա են դրած եղել եւ 16 թվականի մեր հաջողությունները հենց հաջողությունները գրավականը հենց կապված էր մեր հրետանու գործողություններին հետ, որոնք հաջողությամբ հակառակորդին ճնշել էր։ Ընդհանրապես ռազմական պատմության մեջ հետախուզությունը պատերազմի ձևով դա ընդունված տարբերակ է։ Ընդունված տարբերակ է, եթե քեզ
տրամադրում է ստեղծված իրավիճակը։ Այսինքն քաղաքական առումով եթե գնահատենք, եթե դու չես դիտարկում շատ մեծ քննադատություններ տարբեր պետությունից, տարբեր տեղերից, այլ դու կարաս համ անես այդքանը, համ դրան պատասխանը տաս ու մեծ կորուստներ չունենաս։ Եթե չկա այդ հնարավորությունը իրականացնելու, դա միայն, ասինքն ինչ-որ հաշվարկների միջոցով կարողանաս պատկերացնել ունես, բայց ինքը ամենալավ տարբերակն է, որը կարելի է ընտրել դա անելու համար, որովհետև դու գետնի վրա ես կարողանում գնահատական տաս քո զորքերի եւ հակառակորդի զորքերի պատրաստվածությունը, մոտավոր քո մարտավարությունը ինքը արդարացված է թե չէ, քո զորքերի ներգրավվածությունը, քանակը, դրան որակական կազմը բացահայտես ու շատ իրանց երկու ձևի գնահատական տես, իրանց զորքերի եւ մեր զորքերի եւ իհարկե ինքը միակ ձևն է, որը իրականում թույլ է տալիս բացահայտես քո հակառակորդի մարտակարգերը, իրանց պատրաստվածության աստիճանը, խուսավարման գործողությունները, դա կարելի ասած ոսկի միջին է, որը կարելի է դիտարկել, որ պետք է իրականացվի, ցավոք սրտի իրանք այդ ժամանակ հենց դա էլ արել են։ Ամեն ինչը գնում է նրա մասին, նրա որ կարծես դա վերջի գլխավոր նախապատրաստական աշխատանքն էր մինչև 20 թվականը 16 թվականից 20 թվականի ժամանակահատվածը հաշվի առնելով 16 թվականի պատերազմի, քարոզիա պատերազմի ընթացքը, զորքերի նաև ներգրավվածությունը, մարտավարությունը այդ ժամանակ կիրառված հակառակորդի կողմից մեր նկատմամբ ինքը մեզ պետք է որ հնարավորություն տար մենք ավելի այսպես ասենք մեր բառերով լավ պատրաստվեինք այդ պատերազմին նաև պատրաստվեինք առաջին հերթին ազնագազմի կիրառման հարցով, այսինքն խոսքը գնում է ինչի զորահավաքի մոբիլիզացիայի հարցում, որը մեզ մոտ 20 թվականին, ոնց որ 16 թվականին բավականին մեծ թերացումներ ավ իրականացվեց։ Դա ամենագլխավոր խնդիրներից մեկն է, որ դու քո ռեզերվը, այսինքն քո պայեստազորը չես կարողանում ժամանակին, որակին եւ ըստ ուղղությունների ճիշտ կիրառես։ Ընդ որում դա այնպիսի ժամանակ էր մեր համար, որ այդ ժամանակահատված մենք կարայինք այն պայեստազորը, որ ունեինք, բոլորի հետ պարապմունքները անցկացնեինք նոր ձևով, անհրաժեշտ ձևով, բայց մենք թերացել ենք այդ հարցում, եթե ճիշտ պիտի գնահատական տան, պայեստազորը անպատրաստ էր, թե 16 թվականին, թե 20 թվականին, ինքը ֆրագմենտալ, այսպես ասենք, որակական կարգ ուներ։ Նկատի ունեմ սուբյեկտային պատրաստվածությունը մարդկանց կար, բայց ստորաբաժանումների կարգով մենք այսպես ասենք ավելի ժամանակակից պատերազմին պատրաստ չէինք մենք։ Դրանց պատրաստվածությունը ցածր էր։ Մենք պետք է դա գնահատենք ճիշտ։ Ընդ որում 16 թվականից 20 թվականը գնահատելը, վերագնահատականը եւ թե հասարակության համար, թե մասնագետների համար ինքը բաց չէր այդ նյութերը, որ պետքա ինքը լայն քննարկման թեմա պետք է դառնար մասնագիտական ֆոնի տակ եւ մենք պետքա ինքներս գոնե մեզ անկեղծ գնահատեինք, որ մենք խնդրի մեջ ենք, որ մենք խիչենք այդ խնդիրների ճիշտ գնահատում, որպեսզի կարողանանք այդ մարդկային ռեսուրսների մասին խոսեցինք։ Հաջորդ հարցը թեև կարելի է առաջինը դա համարած լի, էլի մարդկային ռեսուրսներին հետ կապված, բայց էլ արդեն կառավարման համակարգի մասին եմ խոսում, այսինքն հրամանատարություն, կառավարում, կապի համագարմ, հրամանատարական կետեր եւ այլն, որպեսզի հետագայում լայնածավալ պատերազմի ժամանակ կարողանայր ճիշտ իրավիճակին գնահատական տալ։ Առաջին հարցը, որ պետք է մենք ճիշտ գնահատեինք, ինֆորմացիայի ամբողջական վերլուծություն պետք է իրականացնենք, այլ ոչ թե ընտրված, որը այդ ժամանակ այդ հրամանատարության կամ իշխանություններին հաճելի է եղել լսել, իսկ այն ինչ որ թերացումներ է եղել, լուրջ թերություններ է եղել, դա ինչ որ միտեղ դրված էր այլ ինչ որ բանի վրա, եւ դա լայն քննարկման կամ մասնագիտական ճիշտ գնահատական չստացավ այդպես էլ, ասենք որ ինչ անենք որպես դա չի, ասենք դա խոսում են ինֆորմացիա սակավության մասին, որ ոչ ամբողջական լինել, այդ առաջին գլխավոր խնդիրն է։ Երկրորդ հարցը
դա ընդհանրապես մասնագիտական անկարողության մասին է խոսքը գնում։ Թեև իմանալով այդ ինֆորմացիան, թեկուզ այն արկա ինֆորմացիան իմանալով, արդյոք մեր ղեկավարությունը պատրաստ է այդ ինֆորմացիան մշակել եւ կարողանալ ճիշտ եզրակացություն անել, գնահատական տալ դրանից հետո եւ ըստ այդում նախապատրաստվել հետագա պատերազմին գնահատական տալով ստեղծված իրավիճակին, թե քո զորքերի, թե հակառակորդ, թե քո պետության տնտեսական վիճակին։ Այդ երկրորդ հանգամանքն է, եւ երրորդը, որը շատ ավելի դժվար է, ասենք դրան գնահատական դա, եթե առաջի երկուսը ինքը բաներ, այսպես ասենք, տեխնիկական բռնույթ կրող ասենք խնդիրներ է։ Երրորդը շատ ավելի վտանգավոր եւ շատ ավելի ազդեցիկ է դա, ասիկն դա արդյոք միտումնավոր է կատարվել, դա կամ դրան մեջ չիմանալով մարդիկ մասնակցություն ունեցել, այսպես ասի։ Կարող է իրանք իմացել թե ճիշտ են անում, բայց արդյունքում պարզվել է, որ իրանք որևէ ինչ-որ ուժերի կողմից ինչ-որ մի ծրագրի մեջ են եւ այդ ծրագրի կատարողներն են իրանք։ Երեք տարբերակումն էլ մենք ունենք բավականին լուրջ թերություններ եւ չասած խոսքեր, չասած եւ չարած եզրակացություններ եւ չկատարած գնահատականներ, որոնք հենց 20 թվականի սկզբնամասում բերել են նրան, որ մենք անհրաժեշտ նախապատրաստական միջոցները ոչ ամբողջական եք իրականացրած եղել։ Ամենագլխավոր հրամանատարի սկզբունքը, ասեմ ինչն է, դու պետք է շանս տաս քո ենթակայիդ մարտական խնդրի կատարման ընթացքում, որպես ինքը ողջ մնա։ Քո գլխավոր խնդիրներից մեկը դա է։ Քո ենթակատ, այս դա ոսկի կանոնը հրամանատար էլի, քո ենթակատ ինքը պետք է վստահ լինի, որ դու իրավիճակը բազմակողմանի գնահատել ես, համեմատություն ես իրականացրել հակառակորդի եւ քո ուժերի, նախապատրաստել ես ինժեներական առումով, զենքի զինամթերքի, այսինքն գոնե 50 եւ պլյուս տոկոսով դու շանս ես տվել զինվորին, որպեսզի ինքը մարտական դիրքում ողջ մնա խնդիր կատարի։ Եթե զինվորը հասեցքան զգաց, որ դու այդքանը չես արել, իր մարտական ոգին միանգամից զրոյի է իջնում։ Եվ ինքը պատրաստ չի կո մարտական առաջադրանք միջև վերջ կատարել, որ դու ասում ես միջև վերջը կաթիլը պետք է դիրքում մնա։ Մենք մնացել ենք միջև վերջը կաթիլը, միջև վերջը զինվորը մնացել ենք, այնպես չի որ չենք մնացել դիրքում։ Բայց ցավոք սրտի ամարտական խնդրի հաջողության վրա ազդեցություն չի ունեցել։ Այլ որ կողի դիրքի զինվորը որ նայում է, որ անօթաչուները գալիս են, օդը փակած չի, բոլորը ասում են ու այդպես առաջի օրվանից պատերազմ միջև 44 օրվա վերջը չենք կարողացել այդ խնդիրի կատարել։ Ասենք դա ում մեղք, դա զինվորի մեղք, դա զինվորի մեղքը չէ, դա մեր հրամանատարների մեղքն է, որ մենք ճիշտ չենք գնահատել իրավիճակը եւ համապատասխան միջոցներ չենք ձեռնարկալ, որպեսզի մենք գոնե հավասար պայմանում այդ մարտական գործողությունը իրականացնենք։ Իսկ ասեցի, այդ ոսկի պայմանը խախտված է եղել 20 թվականի պատերազմի ժամանակ։ Եթե 16 թվականին համեմատություն կատարելով մեզ մոտ հաջողվել անենք, միայն նրա համար է հաջողվել դա իրական, որ օգտագործած կիրառված անօթաչու 4 սարքերի քանակը այնքան չէր, ինչքան օգտագործել է դրա ժամանակ։ Իսկ եթե խոսենք նրա մասին, որ մեր հետևակի դիրքապահների 18-20 տարեկան երիտասարդների գործողությունները ոնց է, մենք իրանք կարանք մնանք ամենաբարձր գնահատականը տանք, անհամեմատելի բարձր կարանք տանք, որովհետև իրանք մեկը գիտակցաբար, մեկը անգիտակցաբար իր վրա դրված պարտականությունները շատ բարձր որակով իրականացրել են։ Արցախի վերադարձը դա մեր բոլորիս մտքում է, առավոտից իրիկուն բոլորը մեկը լուր է մտածում դրա մասին, մեկը արտահայտվում է։ Տարբերությունը միայն դրան մեջ է մարդկանց, ասենք մեկը մի քիչ խառնված ելնելով խոսում է դրա մասին, մեկն է լուր մտածելով ինքը իրար մեջ ամփոփված ապրում է։ Այդ ցավով ապրում է եւ այդ երազանքով է ապրում, այդպես ասենք։ Իսկ իրականում Արցախ վերադառնալու համար մի քանի ռեալ պայմաններ կա, որով մենք կարանք այդ պայմանները լինելու դեպքում անկեղծորեն մեր ժողովրդին ասել, որ բերեք վերադառնանք։ Չխաբել էլի։ Ցավոք սրտի երկար տարիներ մեզ շատ բաներով խաբել են։ Հասարակ ժողովրդին ուղղակի միշտ խաբել են։ Լավ է լինելու, այս մեկն է ձեզ պաշտպանել է, մեկն է ձեզ պաշտպանել է, առավել ևս որ զենքը ժողովրդից վերցրել են,
եւ այնպես է ստեղծվել, որ արդեն քո ուժերի վրա չստու հիմնված եղել, ասել են հիմա էլ օրինակ խաղապահները ցես կպաշտպանեն։ Այսինքն թողել են էլի այն վիճակին, որ ուրիշի վրա ենք մենք հույսը դրած եղել, որտեղ մեր հույսը մեզանից վերցրել են։ Առաջի պայմանը չի կարա այս ժողովուրդը Ադրբեջանի ներկայիս, այսպես ասենք, Արցախում արկա ադմինիստրացիայի ներքո գնան դեղ։ Չի կարա։ Միանգամից ասեմ, թե չի կարա, այդ առաջի պայմաններից մեկը դա է։ Վտանգը, որ այդ մարդկանց նկատմամբ դաժե եթե քինան սովորական, ասենք, ապրելու համար դեղ, չէ, կա մեծ վտանգ, որ այդ մարդկանց նկատմամբ, մեր նկատմամբ քրեական գործեր կհարուցվի առհասարակ։ Եթե ասենք միջազգային հարթակում խոսում են, ասում են գնաց կլի ոնց որ օրինակ արտասահմանում մեկը մյուսը դուք այն չեք օրինակ Ռուսաստան, Ամերիկա, Եվրոպա ապրում եք իրար հետ, ոչ մի խնդիր չունեք։ Հա կենցաղային որից խնդիրը տա բոլորի հետ այլնում։ Բայց որ ապրում եք, դեղ ինչա, գնացիք դեղել ապրեք, էլի իրանք ձեզ մոտ, դուք իրանց մոտ այդպես չի լինում։ Ասենք հիմա մարդիկ հանդիպումներ են ունենում իրանց հետ, կյանքում իրանք չեն տեսել իրար, ասենքն ոչ ապրած են ադրբեջանցիներ, ոչ լավն են տեսել, ոչ էլ վատն են տեսել, ես երկու տարբեր եմ։ Բայց հիմա իրանք գնում են այդ մարդկանց հետ, խոսում են, պայմանավորում, բան, մի հատ հարցրեք այդ մարդկանց, ով ապրել է հետը։ Տեսեք, вообще ինչ սկզբունքն է գա, էլի, ոնց խոսեք, ինչ անեք, դա շատ կարևոր է, էլի։ Բայց ադմինիստրացիայի ներքո խե վտանգը կա, որովհետև մի օր ձեր տունը կարող է գան դուրը ծեծեն, ասեն դուք այսինչ քրեական գործով մեզ մոտ գնում եք, եւ մենք պետքա քրեական գործություն լինելով ձեզ այս պահին բան անենք, ոչ բռնենք, տանենք, չգիտեմ գործանենք։ Ում ես դիմելու հարց եմ տալիս էլ այնտեղ։ Ում ես դիմելու, որ ինձ պաշտպան կաղնեք, ոչ մի բան չկա։ Հիմա օրինակ մեր խոսքի նստած նախագահները ում են դիմում, ինչ են անում, կամ այդ մարդիկ էլի իրանք բան են հասկացնում, սուդը գնում է իրանք պաշտպանը տալիս են, իրանք դատախազը խոսում է, իրանք որոշումը ընդունում են, միջազգային հանրությանը ներկայացնում եւ հասարակության ներկայացնում են։ Չկա դի մեխանիզմ, որով դու քեզ կարաս պաշտպանես։ Այդ մի կարևոր հանգամանք։ Երկրորդ հարցը ամեն դեպքում կա մարդկային վախը, սովորական մարդկային վախը, որ դու պիտի գնաս դեր ապրես, բայց ձեր տնից ընդամենը 500 մետր հեռու զինված զորքեր կա կաղնած, այսինքն որոնք ունեն համ զրահատեխնիկա, համ զինված, այսինքն կաղնած են, խոսքը գնում է նրա մասին, որ ընդհանրապես Արցախի տարածքը ինքը միլիտարիզացիա արած զոնա չի պիտի լինի, այսինքն դրից պետք է 50 կիլոմետր, 100 կիլոմետր հեռավորության վրա ինչ-որ զորք իրանց համար լինի, խնդիր չկա, թող լինի, բայց անմիջապես քո դրան դեմը կամ քո գյուղի վերևում չպիտի դիրք լինի, որ մարդ մի քիչ ազատ լինի, էլի, ասենք դա չի լինում, ասենք ոնց կարաս դու երեխայի դպրոց տանես, իմանալը որտեն դրից մի դիպուկահար կա, եւ չես իմանում, այդ դիպուկահարը adekvat է, չէ, adekvat չի, առավել եւս որ երկար տարիների թշնամանքս ունեցել, բան մի օր որ կրակես, լավ ինքը կարող է 5 տարի չկրակե, բայց մի օր որ կրակես, ասենք ինչ է լինել, որ Շուշվա տակին են գազատարի վրա աշխատող մեր բանի ջրի կամ գազատար աշխատող մարդկանց կրակեցին, սպանեցին։ Հարցը ում ինչ արեցին, ով պատասխան տվավ, այն մարդկանց ընտանիքները մնացին առանց այդ մարդկանց։ Էլի ավարտվեց, ստատիստիկա գրեցին, հաշվառեցին, всё, դրեցին մինտեղ։ Բայց իրականում կենսաղային բանում բացի իրանց եւ շատ իրանց ինգերներ, բարեկամներ մարդիկ ասեցին, որ դստա ապրելու տեղ չի, եթե ձև ալնել են մեկստեղ։ Տեսեք, օրինակ 1000 մարդ միանգամից մտածեցին, որ չէ, ստեղ մենք չենք կարող ապրել, որ հնարավորություն ունի մենք ստեղ չենք կարող այս ձևը ապրենք, էլի։ Այդ երկրորդ հանգամանքը, որ զորքը պիտի դուրս գնա։ Երրորդ հանգամանքը, ասինքն մենք ինչ որ մի ստատուսի ներքո պետք է ենք։ Մենք ով ենք, որ մենք գնում ենք տեղ։ Մենք պետք է, չէ, մեր հասարակությանը ասենք, որ դու որ գնում ես դեղ, դու գնում ես որպես Ադրբեջանի քաղաքացին դեղ, դու գնում ես որպես դեղ հատուկ ինչ-որ կարգավիճակով մարդ ես լինելու եւ ում պաշտպանության տակ ես լինելու, դա ուժը 4-րդ հարցն է պայմանն մասին։ Այսինքն դեղ եթե ինքը տարածքը, գոնե այդ տարածքը կամ քո կարգավիճակը ինքը ինչ-որ վիճելի հնարավորություն կա, ասենք դեռ պետքա լինի ինչ-որ խաղապահ ուժեր, ասինքն մենք դիտարկվում է խաղապահ ուժերը միջազգային բան ունենալ ուժեր, ասինքն
որ իրանք իրավաս լինեն, որովհետեւ վետոներ դնել, քեզ պաշտպանել, չասեն որ մենք զենքով չենք կարող քեզ պաշտպանել, եթե քեզ զենքով սպասում են, մենք պետք է մենակ ներողություն խնդրենք, ասենք չի կարելի, ատի ոնց կարելի է, ատի մարդկանց բան արվստահություն սերմանով, ասենք գնացիք դեղ ապրեք, ամեն ինչը նորմալ է լինելու բան, չի կարելի է ձերի բանը հրած մարդկանց բդի ասես ուրա ինքը գնում է ինքը Ադրբեջանի քաղաքացի, հայ ազգի քաղաքացի ապրելու, գնում է ինքը դե որպես հատուկ կարգավիճակ ունեցող լղիմ տարածքում ապրող նախկինում այդ կարգավիճակ ունեցող մարդ, ինչ որ միջազգային ստատուս ներքո, ու 5-րդ կարևոր հանգամանքներից մեկը, որը պետք է լինի, իհարկե Հայաստանի հետ այդ Լաչինի Միջանսկի միջազգային ընդունված Միջանսկի լինելը, այդ մարդկանց որ տանում ես դեղ, ասենք կղզի ես տանում, իրանք ոնց պիտի դեղ ապրեն, ինչ պիտի անեն իրանք, ասենք եթե իրանց զրկում ես Հայաստան Հանրապետության հետ կապերի հետ, եւ ինքը ինչ ստատուսի ներքո պետք է լինի, այդ ճանապարհը այսպես ասենք, եւ մեզ կունենանք ազատ շարժ Հայաստանի հետ, արդյոք պատրաստ է այսօր միջազգային հանրությունը այդ հարցերը նորից դնել քննարկման առարկադարձնել մեկ, արդյոք պատրաստ Ադրբեջանը տա ընդունել որպես կատարման համար իրան համար, արդյոք տարածաշրջանում կա դրա համար համապատասխան պայմաններ, որպեսզի մենք այդ ուղղությամբ աշխատենք, ասին գնանք։